Շարունակում է առավոտ լուսոն և ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ հոկտեմբերի 16-ը անաստեզիայի համաշխարհային օրն է։ Եվ իմ հյուրն է այսօր անաստեզիոլոգ, ռեանիմատոլոգ Հովհաննես Գասպարյանը։ Ողջույն Հովհաննես։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն դուք։ Դեռ չեք քնեցրել ինչ-որ մեկին։ Այսօր ոչ։ Ես լավ եմ, շնորհակալություն։ Ահա, լավ, ինչպես կբնորոշեք անաստեզիոլոգի մասնագիտությունը։ Ցանկանայի անաստեզիոլոգի մասնագիտությունը բնորոշելիս խոսել ոչ միայն անաստեզիոլոգի, այլ նաև ռեանիմատոլոգի մասին, քանի որ անաստեզիոլոգն ու ռեանիմատոլոգը դա զուգահեռ նույն մասնագիտությունն է, որոնք զուգահեռ տարբեր պրոֆիլներում աշխատում են։ Անաստեզիոլոգը դա մասնագիտություն է, որը կարելի ասել բժշկության ամենագլոբալ մասնագիտություններից մեկն է, որը ներառում է եւ վիրաբուժական հիվանդությունները, պաթոլոգիաները եւ թերապևտիկ եւ անեստեզիոլոգային մարդն է, որ պարտավոր է բոլորին տիրապետել, քանի որ իր պացիենտների նույնիսկ վիրահատության ժամանակ, որ առնչվում է մի օրգանի հետ, ինքը պարտավոր է զբաղվել ամբողջ օրգանիզմի հետ ընդհանուր, որ ապահովի պացիենտի անվտանգությունը ամբողջ վիրահատության ընթացքում։ Իսկ ռեանիմատոլոգը։ Ռեանիմատոլոգը դա բոլոր զբաղվում է բոլոր ծանր պացիենտներով, անկախ պաթոլոգիայից, թե դա կլինի սրտային, նյարդաբանական, ներզատաբանական, բոլոր պաթոլոգիաները, որոնք այնքան ծանր են, որ կյանքի ու մահվան հարց է դրված, դրանով զբաղվում է հենց ռեանիմատոլոգը։ Այո։ Իսկ ինչպես է փոխվել, որքանով է փոխվել անաստեզիոլոգի դերը վերջին տարիների ընթացքում։ Կարելի ասել, որ եթե առաջ անեստեզիոլոգի դերը սահմանափակվում էր միմիայն վիրահատության ժամանակ անզգայացմամբ մինչև արթնանալը։ Իսկ այսօր։ Այսօր անեստեզիոլոգը զբաղվում է վիրաբույժի հետ հավասար ինչ-որ տեղերում նույնիսկ ավելի շատ վիրահատության նախապատրաստելով, հետ վիրահատական Այո, զրույցներ տանելով բուժառուի հետ, մինչ վիրահատությունը։ Բուժառուի հետ ուսումնասիրել անալիզները, ուսումնասիրել բոլոր հետազոտությունները, անհրաժեշտության դեպքում նշանակել լրացուցիչ հետազոտություն, որոշել անզգայացման տակտիկան, այդ ամեն ինչը կազմակերպվում է նախավիրահատական եւ շարունակվում է հետվիրահատական շրջանում, անհրաժեշտության դեպքում մինչև պացիենտի դուրս գրվել։ Ինչու ենք այս հարցերը բոլոր ուղղում ձեզ, որովհետև շատերը մինչ օրս մտածում են, որ անաստեզիոլոգը պարզապես քնեցնող բժիշկն է եւ վերջ։ Բայց այդ քնեցնող բժշկից շատ բան է կախված, եթե չանի այդ բոլոր զրույցները, մի խոսքով շատ վատ ավարտ կարող է ունենալ, կարող ենք այդպես ասել։ Եթե այդպես լիներ, անեստեզիոլոգը պիտի մենակ քնացներ, իսկ կան անեստեզիայի տեսակներ, որոնք ընդհանրապես չեն նախատեսում քնեցնել։ Կան տեսակներ, երբ անեստեզիոլոգը ցավազրկում է, բայց միևնույն ժամանակ այդ ցավազրկման ընթացքում շարունակում է հետևել պացիենտի կենսական կարևոր բոլոր ցուցանիշներին, սրտի աշխատանքին, ճնշմանը, շնչառությանը եւ ավելացնել նույն անաստեզիայի չափը։ Այո, իհարկե, հիմա ամբողջ աշխարհում շատ հետաքրքիր թեմա կասեմ, որը բոլորին հետաքրքրում է, դա ծննդօգնության ցավազրկումն է, որը արվում է էպիդուրալ անզգայացման պայմաններում։ Բայց ոչ միայն ծննդօգնություն, չէ՞, նաեւ վիրահատություններ են իրականացվում։ Վիրահատություններ են շատ իրականացվում, բայց մնացած վիրահատությունները, եթե ունեն ալտերնատիվ քնացնելու տարբերակ, դա ալտերնատիվա չունի, պիտի արթուն լինեն, բայց առանց ցավ։ Եվ այո, դա երևի թե տեխնոլոգիաների զարգացման արդյունքն է, որ տարիների ընթացքում նման անաստեզիայի տեսակ ունենք։ Իհարկե, տեխնոլոգիաները շատ են օգնում, հիմա թե մոնիտորինգի տեսակները, թե սարքավորումները, որով մենք աշխատում ենք անեստեզիայի ժամանակ, թե դեղերի դոզավորման հաշվարկին օգնելուց, շարունակական դեղորայքի ներմուծում ապահովելուց, ուլտրաձայնային հետազոտությունը, որը անեստեզիայում սկսել է ակտիվ կիրառվել ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, այդ ամեն ինչը անեստեզիային մեծ քայլ է իր անեստեզիայի զարգացման համար, ու Հայաստանում անեստեզիան ակտիվ աշխարհի օրինակին հետևելով զարգանում։ Դա լավ լուր եք ասում այս պահին։ Իսկ անաստեզիան այսօր ամբողջությամբ անվտանգ չենք կարող համարել, որովհետև կան ռիսկեր։
Ինչ ռիսկեր կան։ Ռիսկերը ցանկացած բժշկական միջամտության ժամանակ կան ռիսկեր, իսկ եթե անեսթեզիան իր մեջ ներառում է վիճակ, որի ժամանակ մենք կարելի ասել պացիենտին տանում ենք արհեստական կոմայի եւ հետո հետ ենք բերում, պարզա ավելի շատ ռիսկեր կլինեն։ Ճիշտ է, այս ներկայդրությամբ թե դեղորայքը, թե տեխնիկան սարքավորումները այնքան են զարգացել, որ անեսթեզիան նախկին հետ համեմատ չափազանց անվտանգ է, բայց միևնույն է, բաներ ռիսկեր կան, որոնք կախված են ոչ միայն տեխնիկայից եւ նաև մարդու օրգանիզմից նկատի ունեք, չէ՞, որ կարող է չազդել, պարզապես կարող է չազդել։ Կա այդպիսի մարդ, որի վրա ընդհանրապես չի ազդում։ Չէ, ընդհանրապես չազդել չի կարող։ Քիչ է ազդում։ Զգում է։ Այն մեկը կարող է 100%-ով անզգայանա ոդկը, մեկի մոտ, մյուսի մոտ ոչ։ Հա, հնարավոր է, որ մեկի մոտ ոդկը անզգայանա, մյուսի մոտ ոչ, բայց մենք այդ դեպքում չենք սկսում վիրահատությունը, մինչև իր ոդկը չանզգայանա։ Կամ դեղորայք ենք ավելացնում, կամ պարզապես անցնում ենք անզգայացման ուրիշ եղանակի։ Այսինքն այդ միֆերից, հենց այդ միֆերին եմ ուզում անդրադառնալ, նույնիսկ այդ ֆիլմը կարող ենք վերհիշել անաստեզիա, որ վիրահատության ընթացքում պացիենտը զգում էր եւ լսում էր այն ամենը, ինչ կատարվում էր, բայց չէր կարող խոսել։ Աչքերը փակ։ Դա թեորիապես հնարավոր է։ Հնարավոր է։ Հնարավոր է, որ ինքը ամեն ինչ լսի, չզգա, կարող է ցավազրկված լինել, կարող է մկանները թուլացած լինել եւ ինքը չխոսա, բայց գիտակցությունը վերականգնված լինել եւ ինքը կարող է լսել, բայց դա ներկա սարքավորումների եւ տեխնիկայի պայմաններում շատ դժվար է դրան հասնել, այո։ Քանի որ մենք ամբողջ ընթացքում մենք տեսնում ենք եւ պացիենտի հեմոդինամիկ ցուցանիշները եւ կարելի ասել իր քնի մակարդակը։ Եթե այնտեղ ինչ որ մի բան փոփոխվում է կամ հագեցվածությունը իջնում է, մենք անմիջապես արձագանքում ենք եւ թույլ չենք տալիս, որ պացիենտի մոտ նման սիտուացիա առաջանա։ Իսկ էլ ինչ միֆեր կան, որ պացիենտները այդ հարցերով ձեզ հաճախ դիմում են մինչ վիրահատությունը։ Շատ են դիմում ծննդկանները մեջքի ցավի մասին վախերով, որ կեսարյանից հետո մեջքները ցավում է, էպիդուրալով ծննդաբերելուց հետո մեջքները ցավում է, բայց այդ ցավերը ավելի շատ կապված են հենց հղիության հետ եւ հղիությունից հետո իրանց ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ։ Իսկ ներարկելու հետ կապված ցավը կարող է լինել այդ մաշկի կամ մկանային շերտի ցավ, որը իսկ ներվին դիպչել, չէ՞։ Ամեն ինչը արագ վերականգնում, այդ երկարատև տարիներով շարունակվող ցավերը հենց հիմնականում իրենց ողնաշարի հետ կապված խնդիրներ են, որոնք տարիներով եղել են կամ հենց հղիության ընթացքում խորացել են ու շարունակվել են հետ։ Բայց ամեն ինչ կապում են էպիդուրալի հետ։ Քանի որ պացիենտներ կան, որոնք ծննդաբերել են ինքնուրույն առանց էպիդուրալի ու սպինալի, բայց իրենց մեջքը էլի ծննդաբերելուց հետո ցավում։ Եվ շատ ծննդկաններ կան այդպիսի։ Ու կարելի ասել խմբեր երկու խմբում էլ հավասար քանակի մարդիկ են, ով ծննդաբերել է կեսարյանով կամ ցավազրկմամբ, եւ նրանք ով ինքնուրույն են ծննդաբերել, բոլորի մեջքը ցավում է հավասար հաճախականությամբ։ Համաձայն եմ, այո։ Իսկ կա պատմություն, որը երբեք չեք մոռանա։ Անեստեզիայի հետ կապված երևի թե չեմ մոռանա մեր ամենածանր բարդություններից մեկը անեստեզիայի, դա չարորակ հիպերթերմիան է, որը անկանխատեսելի բարդություն է։ Առաջանում է հենց անեստեզիայի դեղորայքից պացիենտների որոշ խմբի մոտ, որը գենետիկ խնդրի հետևանքով է առաջանում, եւ դա կանխատեսել վիրահատությունից առաջ հնարավոր չէ շատ բարձր մահացությամբ։ Մենք ունեցել ենք նման դեպք, որը իրոք երբեք մոռանալու չի, փառք Աստծո, պացիենտը լավացել է այդ վիճակից, կարողացել է դուրս գալ։ Երևի չմոռանալու դեպք, որ ասում են առաջին հետ եմ հիշում։ Հենց դա։ Հա, ես պատկերացնում եմ ավելի հումորային դեպք կհիշեք, բայց եթե կրկին հնարավորություն ունենայիք ընտրել մասնագիտություն, նորից անեսթեզիոլոգի, միանշանակ անեսթեզիոլոգի մասնագիտություն կընտրեի։ Ճիշտն ասած, ինձ դուր է գալիս այս մասնագիտության իմաստը, որ ինքը հավասարապես պետք է լինի բոլոր բժշկական մասնագիտություններում։ Այո, եւ 21-րդ դարում բոլորս համոզվում ենք, որ այո, յուրաքանչյուր միջամտություն եւ վիրահատություն պետք է արվի անեսթեզիայի ուղեկցությամբ, այսպես ասեմ։ Այո, պարտադիր։ Եվ ցավ յուրաքանչյուրը
պետք չէ որ զգա եւ տեսնի եւ այդ ամենի մեջով անցնի։ Այո, եւ գոնե անեսթեզիոլոգի ներկայությամբ։ Այո։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն հրավերի համար։ Լավ օր ենք մաղթում, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվում ենք առաջ, երաժշտություն լսենք, վերադառնանք։